2026 թվականի ընտրությունների համատեքստը լինելու է ենթատեքստը կամ ընդհանուր իշխանության կողմից շրջանառվող թեզը լինելու է խաղաղությունը։ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ 26 թվականի ընտրությունները ունենալու է առանցքային նշանակություն խաղաղության համար, հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրությունները եւ այդ ընտրությունները ըստ էության ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրության պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա ըստ էության այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը եւ նպատակն է։ Ինչպես եք մեկնաբանում, ըստ էության ոչ մի արտասովոր բան, խաղաղության ճանապարհով գնալու ենք նախընտրական Շատ հետաքրքիր է, իսկ ով է այդ միտքը հայտնում, այն մեկը ով ասում էր 18 թվականի դեկտեմբերի ընտրություններին ասում էր մենք գանք Արցախը պետք է անկախացնենք, այն 21 թվականին էլ ասում էին, որ մենք Արցախի կողքին կանգնած ենք։ Սդախոսների իշխանություն չէ։ Նիկոլին ով է հավատում։ Այդ մարդը ամեն քայլափողի կեղծում է, մանիպուլացնում է եւ սդում է։ Հիմա հարց, ինչ խաղաղություն, նա խաղաղության պայմանագիր ստորագրված չէ։ Երկրորդը, ես նոր ասեցի, Նիկոլի այս պահի բերած խաղաղությունը իր նոր կինը ունի։ Դուք մտածում եք ադրբեջանա-թուրքական տանդեմը այս մեկ տարի 8 ամիսը որ չի կրակում, անվճար է տանում։ Իրանց համար, հարգելի Նարեկ, օդ ու ջրի նման անհրաժեշտ է, որ Նիկոլը վերարտադրվի։ Նիկոլը իրանց կլիենտուրան է։ Նիկոլը իրանցն է։ Եվ դուք պատկերացնում եք հանգարց հիմա ադրբեջանցիները կամ թուրքերը այնպիսի քայլեր անեն, որ վնասեն Նիկոլին։ Իհարկե ոչ, բայց հետո Նիկոլը այսպես կոչված խաղաղության համար պետք է վճարի։ Եվ ես նոր ցես նշում եի այն բոլոր կետերը, որը ինքը պետք է կատարի, ու որոշներն էլ արդեն կատարում է։